Երեխան ամենամեծ պարգևը, որ կարող ենք ստանալ այս կյանքում, մի ուրիշ հոգի, մեզ վստահված Աստծուց, սակայն հաճախ մենք մոռանում ենք դա։ Ոմանք տարիներ շարունակ աղոթում են, սպասում, հուսով լցվում, բայց դեռևս չեն լսում մանկան ձայն։ Իսկ ոմանք, երբ արդեն ունեն երեխա, նայում են նրա սեռին ու դժգոհում են. ինձ տղա էր պետք, ոչ թե աղջիկ, կամ աղջիկ չունեմ, տունս դատարկ է թվում։ Սակայն միթե մենք մոռանում ենք, ով է պարգևատուն, միթե մոռանում ենք, որ ամեն երեխա երկնքից ուղարկված օրհնություն է, Աստծո ձեռքով քանդակված հրաշք։ Երեխան միայն անուն չէ, տղա թե աղջիկ, նա ապագա է, ապագա, որը դաստիարակվում է այսօր։ Երեխան մեր թողած ժառանգությունն է աշխարհում, մեր շարունակությունը, մեր աղոթքների արձագանքը։ Մեզ չի տրված ընտրելու տղա թե աղջիկ, բայց տրված է մեծ պատասխանատվություն ձևավորելու մի անձ, ով կդառնա լույս այս մոլորակի վրա։ Եվ երբ մենք դժգոհում ենք երեխայի սեռից, մենք առանց գիտակցելու մերժում ենք Աստծո նվերը։ Եվ եթե այսօր ունես երեխա, աղջիկ կամ տղա, գիտես, դու օրհնված ես։ Գուցե հենց քո դուստրը մի օր պահի ձեռքդ տերության մեջ, գուցե հենց քո որդին քո աղոթքների մարմնավորումն է։ Երեխան ծնվում է ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում, այլ այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Եվ մեր պարտքն է նրան սիրել, գնահատել ու առաջնորդել։ Մի դժգոհիր պարգևից, երեխան Աստծո նվերն է քեզ։ Եվ եթե այդ նվերը ունես, պարզապես շնորհակալ եղիր, քանի որ աշխարհում ամեն ինչ կարող է փոխվել, բայց ծնողի սիրտը ապրում է իր երեխայի մեջ, ու հենց երեխան է պահում այդ սիրտը, անգամ երբ ծնողը այլևս չկա։ Գնահատիր երեխային, նա քո օրհնությունն է, նա քո ապագան է, նա կյանքից բարձր նվեր է։ Նա պարզապես փոքրիկ չէ, ով հաղում է մեր կողքին, նա մի ողջ աշխարհ է, որ ծնվել է մեր ներսից, հոգով, սրտով, աստվածային շնչով։ Երբ ծնվում է երեխա, մենք չենք դառնում միայն ծնող, մենք դառնում ենք ուղեցույց մի հոգու համար, ով դեռ չի ճանաչում աշխարհը, բայց հավատում է մեզ անվերապահ։ Երեխան մեզ հավատ է սովորեցնում, քանի որ նա հավատում է մեզ, մինչդեռ մենք սկսում ենք հավատալ ինքներս մեզ կասկածելով։ Երբ մենք դժգոհում ենք, թե ինչու տղա չէ կամ ինչու աղջիկ չէ, մենք մոռանում ենք, որ սեռը չպետք է չափանիշ լինի օրհնությունը գնահատելու։ Մոռանում ենք, որ երեխան չի եկել աշխարհ մեր սպասելիքներն իրականություն դարձնելու, այլ Աստծո կամքը կատարելու։ Աստված մեզ չի հարցնում, դու տղա ես ուզում, թե աղջիկ։ Նա ուղղակի պարգևում է կյանք, եւ կյանքը չի ընդունում պայմաններ, կյանքը պահանջում է սեր։ Երեխան մեզնից կախված է առաջին իսկ օրից, բայց մի օր մենք ենք կախված լինելու նրանից։ Եվ ինչ կտանք այսօր, այն էլ կստանանք վաղը։ Երբ երեխային նայում ենք միայն աչքերի գույնին կամ սեռին եւ մոռանում ենք նայել նրա ներսը, նրա հոգուն, նա մի օր մեծանալու է եւ լինելու է այն մարդը, ով կբռնի մեր ձեռքը, կամ այն մարդը, ով կհեռանա, եթե իհարկե չսիրենք այն սիրով, որին արժանի է։ Երեխան մեծ փորձություն է, չէ՞ որ Աստված վստահել է մեզ մի հոգու, որի ճակատագիրը կարող ենք կերտել սիրով կամ կոտրել անտարբերությամբ։ Եվ եթե այսօր ունես երեխա, գուցե անգամ հոգնած ես, գուցե չես քնում գիշերները, գուցե կյանքդ վերածվել է կենցաղի, բայց մի մոռացիր, այդ ամենի ներսում հրաշք է ապրում։ Եվ մի օր դու կարոտով կնայես այս օրերին ու կասես. իմ կյանքի ամենամեծ օրհնությունը այդ փոքրիկի ձեռքերում են։ Նա Աստծուց ուղարկված գանձ է, նա է պատճառը, որ մեր կյանքը իմաստ ունի, նա է դառնում մեր աղոթքի կենդանի մարմնացումը։ Եթե ունենք երեխա,
ուրեմն արդեն հարուստ ենք։